Մենք փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը, իրենք չեն ուզում, որովհետեւ այդ կոդը նաեւ ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով, եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք անում, մենք կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից, մենք խնդիրը չենք լուծելու, մենք խնդիրը չենք լուծելու, որովհետեւ ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովոր էին մի ուղու, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում, ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրեմը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ, ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի, իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկել է, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը։ Ես կարծում եմ պիտի շատ արագ ու զուգահեռ շատ արագ այդ խնդիրը լուծել։